Հարկային նոր փիլիսոփայություն։ Եթե մենք տնտեսությունը սպառման մոդելից տանում ենք դեպի արտադրության, այսինքն արժեք ստեղծելու մոդել, հետևաբար մենք պետք է փոխենք ամբողջ հարկային համակարգի տրամաբանությունը։ Մի շատ կարևոր բան կա այստեղ, որ պետք է արձանագրենք իրար հետ։ Մեր Հայաստանի Հանրապետությունում հարկային քաղաքականությունը չի ձևավորվել տնտեսական ազդակներից։ Այսինքն տնտեսական քաղաքականությունը չի ազդակ տվել հարկային քաղաքականությանը, որ ես այսպիսի տնտեսություն եմ ունենալու, խնդրում եմ, որ քո հարկային համակարգը սպասարկի այդպիսի տնտեսություն։ Եվ տեսեք, եթե ազդակները տնտեսական քաղաքականությունից չեն գալիս հարկային քաղաքականություն իրականացնողների մոտ, ապա հարկային քաղաքականության դիզայնը կատարվում է միայն ֆիսկալ նպատակներով։ Հետևաբար 30 տարիների մեր հարկային համակարգը ֆիսկալ քաղաքականությունը ըստ էության կառուցվել է ֆիսկալ գանձարանային գործառույթի տրամաբանությամբ։ Մաքսիմում հարկային մուտքեր պետական գանձարանին։ Սա նաև որոշակիորեն օբյեկտիվ է եղել ոչ թե տնտեսական քաղաքականության բացակայությունը, այլ տնտեսական քաղաքականության բացակայության պայմաններում տարբեր դժվարությունների միջով անցող երկիրը ընտրել է ֆիսկալ գանձարանային մոտեցումը։ Մենք հրաժարվում ենք այդ մոտեցումից։ Մենք ասում ենք պետք է կառուցել նախ տնտեսություն եւ տնտեսությանը տեսնել ինչպիսի հարկային համակարգ է պետք սպասարկելու համար այդ տնտեսությանը։ Հետևաբար մենք շրջանառության հարկը անմիջապես վերացնելու ենք։ Ավելացված արժեքի հարկը փուլային ենք վերացնելու։ Ավելացված արժեքի հարկը եւ շրջանառության հարկը փոխարինելու ենք վաճառքի հարկով։ Շատ պարզ վարչարարությամբ եւ հաշվետվականության պարզագույն մոդելով։ Եվ մենք ներդնելու ենք պրոգրեսիվ թե եկամտային հարկի, թե շահութահարկի պրոգրեսիվ հարկման համակարգեր։ Սա մի կողմից ինքը սոցիալական արդարության բաղադրիչ ունի, բայց նաև հարկաբյուջետային քաղաքականության իրագործման տեսանկյունից պրոգրեսիվ հարկման համակարգերը իրենք տնտեսական տարբեր պարբերաշրջաններում իրենք ունենում են շատ արագ արձագանքման կայուն ստաբիլիզատորների ֆունկցիա իրականացնելու հստակ այդպիսի բան։ Հետևաբար մի կողմից կայուն հարկաբյուջետային քաղաքականություն ունենալու պահանջ է, մյուս կողմից սոցիալական արդարության պահանջ։ Եվ սա մեզ թույլատրելու է, որպեսզի մենք ունենանք ավելի լավ եւ արդար հարկային բեռ, օրինակ ՓՄԶ-ի համար։